Մյուս հարցի մասով սահմանադրության լեգիտիմության հետ կապված ես շատ կուզենայի, որպեսզի մենք մեր բառերի մեջ իսկապես զգուշ լինենք։ Եթե Հայաստանի սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ չի ապահովում լեգիտիմություն, այդ դեպքում դուք ինչ եք անում։ Դուք ո՞ր երկրի կառավարությունն եք։ Եթե ասենց արտահայտություն է արվում, սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ Էսի արդեն ձեզ չի վերաբերում, բայց քաղաքական թիվ 1 պատասխանատուներ, որոնք ասում են, ժողովուրդը չի ընտրել այս սահմանադրությունը։ Ասեք, եթե տենց է, ուրեմն դուք այդ սահմանադրությամբ նախատեսված կառավարությունը չեք։ Ո՞վ եք։ Ուզող պատեր։ Ո՞վ եք։ Այսինքն սահմանադրությունը լեգիտիմ է այնքան, քանի դեռ նոր ժողովուրդը կամ սահմանադիրը նոր կանոն չի սահմանել։ Ոնց կարելի է էսի դնել սահմանադրության փոփոխությունների հիմքում։ Սա մոտեցում չի, ես իմ խորին համոզմամբ սխալ մոտեցում է, երբ որ ասում ենք սահմանադրությունը լեգիտիմ չէ, կամ սահմանադրական կարգավորումները լեգիտիմության պակասում են։ Դուք կարող եք ասել, որ ինչպես լեգիտիմության պակասը ու լեգիտիմ չեն, տարբեր բառակապակցություն։ Լեգիտիմության պակասի չափման միավորն էլ ինձ ասեք որն է, որ ես կարողանամ ասել, ցանկացած փաստաթուղթը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակի վերաբերյալ իրավաստեղծել փաստաթղթի ստեղծողը չի ասել այլ բան կամ իրավասու մարմինը չի ճանաչել դրա ապօրինի կամ ոչ օրինական լինել։ Հետևաբար մենք պետք է պարտավոր ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրության, որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով առանց կասկածի տակ դնելու նրա այդ գոյությունը որպես բարձրագույն փաստաթուղթ։ Այդ տեսակետից խնդրահարույց եւ մտահոգիչ է նաեւ, երբ որ դուք ասեցիք, ես հիշեցի նախորդ նախարարներին, որոնք աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա, Տիկին Գալյան, եթե ես չեմ սխալվում, նույնիսկ կոնցեպտ հրապարակվել։ Շատ լավ, բա այդ կոնցեպտը, այդ աշխատանք, որը արվել է, հիմա ինչի հանգարցեց սա ծալվեց տրվեց մի կողմ ու որոշվեց, որ նոր սահմանադրություն։ Սրա բացատրությունը հիմնավորումը չկա։ Անկեղծ ես չեմ լսել որևէ ողջամիտ բացատրություն, ինչու է սահմանադրության փոփոխությունների կոնցեպտը, որ ստեղծվել է բազմաթիվ քննարկումների մաուրա, այո, ոչ ընդդիմության մասնակցությամբ, այնուամենայնիվ դուրս է մնացել կամ հիմա խնդիր է դրվել նոր սահմանադրություն եւ մտահոգությունը ել ավելի է խորանում այս պայմաններում, երբ որ թշնամական երկիրը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն եւ դա համեմվում է Հայաստանում իրավասու պաշտոնատար անձանց կողմից սահմանադրության փոփոխություն գնալու այսպես վճռականությամբ չեմ ուզում դեպի բացասական տիրույթ գնալու բանը, բայց այս պայմաններում երբ որ խնդիր է դրվում, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի թշնամական այս ձևակերպումը, որովհետև ինքը խոչընդոտում է բանին, ինչին տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, եւ հայկական կողմից Հայաստանի պաշտոնատար անձինք ասում են, մենք փոփոխում ենք սահմանադրությունը, ես սա համարում եմ վիրավորանք։ Որևէ այլ հիմքեր գտեք, բերեք, բայց այս ֆոնի վրա նման փոփոխության գնալը կամ նոր սահմանադրություն բերելը, հավատացեք, սա հանրության մոտ, մեր մոտ, բոլորիս մոտ միջազգային նաև ընկալումներում ընդունվում է որպես թշնամու պահանջը կատարելու պատրաստակամություն։ Ես համոզված եմ, որ դուք որպես անձ այդպես չեք մտածի, բայց հանրային ընկալումը քաղաքական այս ձևակերպումների ներքո այդպես է, կամ ինչ է նշանակում մինչև հաջորդ ընտրությունները մենք պետք է ունենանք սահմանադրության նոր նախագիծ։ Ինչու՞։ Այդ ինչ հանձնառություն։ Երբ եք ստանձնել այդ հանձնառությունը։ Տեսեք։ Այդտենց հանձնառություն ես չեմ հիշում, որ դուք կառավարության ծրագրով նոր սահմանադրության հանձնառություն ստացած ելնեք
Միջև հաջորդ ընտրությունները։ Կառավարության ծրագրի 78-րդ էջում որ նայեք, կտեսնեք այդ հանձնառությունը, պարոն Մինասյան, ավարտեցիք ես։ Տեսեք, հեսա ավարտեմ, հանձնառությունը, երբ որ գրված է կառավարության ծրագրում եւ նշված են հիմնական ուղղությունները, բացարձակ չի վերաբերում այն օրակարգին, որ օրակարգի մասին հիմա հնչեցվում է փոփոխությունների կամ նոր սահմանադրության պահանջը։ Պարոն Մինասյան, նոր ասում եք, ես չեմ հիշում նման հանձնառություն, այդ որտեղ է նախատեսված կառավարության ծրագրում է նման բան։ Կառավարության ծրագրում է նման բան նախատեսված։ Ասում եք, ես չեմ հիշում նման բան, որտեղ է նախատեսված, ինչից սկսվեց կառավարության ծրագրում նախատեսված է, ես չեմ հիշում նման բան, որ նախատեսված է, ես դες ասում եմ նախատեսված է։ Կառավարության ծրագրում նախատեսված է ծրագրի 78-րդ էջում 21-26 թվականների ծրագրի մասին է խոսքը, հաշվի առնելով հանրային եւ քաղաքական շրջանակների ընդգծված հետաքրքրությունը կառավարությունը հանրային քաղաքական շրջանակների հետ քննարկումները սկսելու նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակարարության հարցը որոշելու համար։ Այս կետից ձեր բոլոր դիտարկումները եւ մեր հարգելի լրագրողների հարցերը դառնում են կներեք, չասեմ անիմաստ, բայց առնվազն ժամանակավրեպ։ Հիմա անդրադառնամ, եթե կարելի է ձեր մյուս բոլոր դիտարկումներին։ Նախ մի բառ էլ կուզեի ասել, ես որ ասեցի, ինձ թվում է, որ խաղաղությունն այլընտրանք չունի եւ մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն դրա հաստատման եւ այդտեղ կա կոնսենսուս, դուք չարձագանքեցիք, ես համարեմ, որ այդտեղ կա, եթե չկա, առնվազն պետք է լինի կոնսենսուս, որովհետև անսակարկելի է խաղաղությունը իրականում։ Ես արձանագրում եմ ընդհանրապես այս կետում այն, ինչ որ ասվեց նախորդիվ։ Վերադառնալով ձեր հարցերին, սահմանադրության մասին, քանի որ խոսեցի, շարունակեմ հենց այդ թեմայով։ Ինչու կոնցեպտը դրվեց, այսինքն հայեցակարգը դրվեց մի կողմ եւ որոշվեց գրել նոր սահմանադրություն, կոնցեպտը չի դրվել մի կողմ, կոնցեպտը հայեցակարգը մեկ բան է, նախագիծը սահմանադրության մեկ այլ բան է, մեկը ավելի լայն է եւ ոչ մասնավորեցված, այսինքն բովանդակային առումով չի պարունակում սահմանադրության տեքստ եւ դա հայեցակարգն է եւ պարունակում է հայեցակարգային մոտեցումներ, թե ինչպիսին պետք է լինի սահմանադրության տեքստը եւ երկրորդը արդեն սահմանադրության տեքստն է նախագծի տեսքով եւ երբ մենք ասում ենք, որ մենք պետք է մշակենք նախագիծը, այսինքն սահմանադրության նոր տեքստը, դա նշանակում է, որ մենք պետք է մեկ քայլ առաջ գնանք եւ ավելի մասնավոր աշխատանք կատարենք, որպեսզի գրենք դրույթները, որոնք մասն են կազմելու մեր սահմանադրության, որոնք հիմնված կլինեն հայեցակարգային այս կամ այն հետևությունների հիման վրա։ Սա հայեցակարգ տեքստ այդ շփոթի լուծման հետ կապված իմ դիտարկումները, եւս մեկ անգամ կրկնում եմ, հայեցակարգը մի կողմ դնելու մասին չի խոսքը, հայեցակարգը այլ բան է, նախագիծը տեքստի տեսքով այլ բան է եւ նախագծի տեքստը այո պետք է հիմնված լինի հայեցակարգային որոշ մոտեցումների վրա։ Որ դուք ասում եք ոչ լեգիտիմ սահմանադրություն, որովհետեւ մեկը առնվազն այստեղ կամ մեկ այլտեղ չի ասում, որ սահմանադրությունը այս պահին, որը գործում է, լեգիտիմ չէ, այո, ճիշտ է ձեր դիտարկումը, ցանկացած իրավական ակտ, որը կա եւ գործում է, առնվազն կա եւ գործում է, եւ դրանով պետք է ղեկավարվենք բոլորս եւ հատկապես պաշտոնատար անձինք, ովքեր հնարավորություն ունեն կատարել գործողություններ, որոնց համար լիազորված են միայն օրենքով։ Խնդիրը այլ կետում է, երբ նաեւ վարչապետի կողմից այս հարցը բարձրաձայնվել է, խոսվել է բնակչության եւ իրավական կարգավորումների, նաեւ սահմանադրության միջև այդ ճեղքի մասին եւ ասվածը հիմնավորվել է ոչ թե նրանով, որ այս պահին մենք ունենք ոչ լեգիտիմ սահմանադրություն, այլ հիմնավորվել է նրանով, որ համապատասխան պայմաններ չեն եղել, որպեսզի լեգիտիմ միջավայրում ընտրություններ կազմակերպվեն, որ քաղաքացի սահմանադրություն այդ կապը արմատավորվի, հիմնավորվի։ Խնդրում եմ այս համատեքստով առաջնորդվենք, որովհետև այլ համատեքստ ուղղակի առկա չէ։
Մենք այսօր ունենք գործող սահմանադրություն, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ մենք ուզում ենք ունենալ ավելի լավ սահմանադրություն, որը կբալանսավորի իշխանության բոլոր թևերի միջև շահերը, իրավունքները եւ նաեւ լիազորությունները։ Մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի լավը կլինի իշխանության թևերի զսպման եւ հավասարակշռման մեխանիզմների համատեքստում, ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ավելի ամուր կապ կապահովի ժողովրդի եւ պետության միջև, դատական իշխանություն ենք ուզում, որ կազմավորվի գուցե եւ այլ եղանակներով, քան հիմա է կազմավորվում, որպեսզի ժողովրդի եւ դատական իշխանության միջև կապը ավելի ամրապնդվի եւ ուզում ենք ունենալ ամփոփելով միտքս լավ սահմանադրություն։ Այսքանը։